Օրենք համացող քրիստոնյաները լինում են շատ արդար, իսկ շատ արդարները ինչպես են լինում, շատ արդար են լինում, օրենքով է լինում եւ փորձի մեկը վրիպի ամբողջին ուխտի անեցքները ուղարկեն տվյալ անձի հետևից։ Այս տվյալ անձը կվերցնեն անեցքների մեջ։ Այս տվյալ անձը չի հասկանալի ինչ կատարում իր հետ, որովհետեւ նրանց այդ խումբ ինքը չգիտե ինչ արի նրանց դուրս չեկել, նրանք կանոններով չշարժկա, վրիպել է ինչ որ խոսից, նա ինքն էլ գիտի, որ այս կանոնից օրենքից վրիպել է, եւ այդ ամբողջ խմբի հետ անեցքը կուտակվելու է նրա վրա։ Դա քրիստոնեություն է արդեն։ Դա համարվում է քրիստոնեություն, երբ որ առաքյալը ասում է օրհնեք, որ օրհնություն ժառանգեք, որտեղ օրհնության համար է եւ ոչ թե անեցքի։ Իսկ եթե քրիստոնյաները կանոն են ստեղծում իրենց կյանքում ու հանգարց այդ կանոնը ինչ որ մի հոգեվորական չի կատարվում, վրիպում է տվյալ կանոնից, նրանք նրան նայում են արդեն անեցքի աչքերով, դատապարտող աչքերով, նրանք հարկոծում են արդեն իրենց մտքերով հարկոծում են եւ դա գործում է եւ դա ազդու է։ Ու երես են թեքում նա մերժված է համարում արդեն եւ նրա վերցն անեցքի տակ։ Օ, ինչ մտքով անեց, կասես ուղարկում է, որտեղ բոլորը արդար են։ Իսկ Քրիստոսը նմաններից փախնում է։ Իսկ Քրիստոսը նմաններից հեռանում է։ Քրիստոսը ասում է, ինձ արդարները պետք չէ, ես մեղավորների համար եմ, ոչ թե արդարների։ Իսկ եթե մեկ իրեն արդար է համարում, Քրիստոսը նրա համար չէ։ Նմաները Քրիստոսը նմաներին համարում է փարիսեցիներ, որովհետև նմաները արդեն չեն վերաբերվում աստվածապաշտությանը սիրով, այլ վերաբերվում են աստվածապաշտությանը օրենքով։ Ու սկսում են քննադատական մոտեցումներով ապրել, քննադատական մոտեցումներով աստծո պաշտել։ Այդ կանոնների մեջ նրանք իրենց տենում են, որ նրանք կան, իրենց կանոններով չվարվողների նայում են դատապարտության աչքերով, նրանք համարվում են համար առաջի փարիսեցիները։ Քրիստոսը նմաներին հանդիմանում է, նմաներին ասում է, ծեփած երեզման եք դուք։ Դուք ինչ հոգևոր, դուք ինչ քրիստոնյաներ եք։ Դուք ծեփած երեզման եք, դուք փարիսեցի, դուք կեղծավորներ եք։ Որ նմաները որ աստծո հոգու հետ չեն առնչվում եւ առնչվում են օրենքների մեջ, օրենքի հոգով են առաջնորդվում։ Նմաների ներսում այնպիսի մեղքեր են բլբլթում, այնպիսի մեղքեր են առաջանում, որ նրանք որտի տաղված են նման մեղքերի մեջ, ալոտ է նրանց ներսում, ճահիճ է նրանց ներսում, ով նրանց հետ տարնի կսկի, ով նրանց հետ տարնի կխեղդվի, կմտել չի ելնի։ Նմաները սարսափելի են, նման հավատացյալները, որոնք օրենքով են դրսևորված եւ վարժված են օրենքների մեջ, կանոնների կարգերի մեջ, նմաները խոսալ չեն, նմաները անիծող են, նմաները խաչող են, որտեղ նմաները խաչեցին Հիսուսին։ Որովհետև Հիսուսը նրանց կանոններով չէր վարվում, նրանց ուզածպես չէր շարժվում, նրանց բոլորովին նրանց մտածածին հակառակ էր քայլում։ Հիսուսին ասում են, «Այսօր ես նստել»։ Մեղավորները եկած նստել, վարդապետ, Հիսուսի հետ են քայլում այդ փարիսեցիները։ Միշտ Հիսուսի հետ փարիսեցիներ կային, միշտ։ Գիտեք ինչ, փարիսեցիական խմորված էին նրանք։ Կարող է փարիսեցի չէին տաճարում աշխատող փարիսեցիներից չի, սակայն նրանց մեջ խմորվածություն կար փարիսեցիական։ Նրանք ամեն ինչ տեսնում են արդարության աչքերով, կանոններով են շարժվում եւ մարդկանց քննադատում դատապարտում են իրենց իսկ մտածածով, իրենց իսկ կանոններով։ Իսկ Հիսուսը նրանց հանդիմանում էր։